Նախագահ Նիկոլ Փաշինյանը վեհարանի վրա այս հարձակումով ցույց տվեց, որ ինքը կարմիր գծեր ըստ էության չունի, մտնելով անկողին, չգիտեմ, վեհապարի զավակի հարց բարձրացնել։ Նոր եք համոզվել, ես ձեզ շնորհավորում եմ։ Ես ուզում եմ հարցնել, ինչ գործիքակազմով պիտի այդ կարգի գործիչի դեմ պայքարել, գործուն ինչ գործիքակազմ կա, երբ որ գիտես, որ դիմացինը Մենք առաջադրել ենք գործիքակազմ։ Մենք առաջադրել ենք։ դասական գործիքակազմեր են ըստ Բացասական։ Դասական։ Այսինքն Ինչ էքստրաորդինար մի բան է պետք երևի, որովհետև սովորական երևույթ չի։ Այդ էքստրաորդինարը ինչ է։ Հուժեք, եթե տրամաբանական հուշումը լինի, կարող ենք մենք սատարել։ Այսինքն իր հետ իր լեզվով։ Ну, ես չեմ կարծում, որ քննադատության պակաս կա, բայց ես օրինակ ի վիճակի չեմ իր լեզվով խոսելու, կներեք ի վիճակի չեմ։ Վերջին ինչալը զարամթերքը, երբ որ եկեղեցու հետ կապված արտահայտեք ձեր վերաբերմունքը, դուք պետության ղեկավար եք եղել, շատ այսպես իրավիճակներ եք եղել, որ կարող է եւ հունից դուրս եք եկել, օրինակ ձեզ կարող եք այդպիսի զարամթերք ցույց տալ։ Ոչ։ Պարոն նախագահ, արդեն հայտնի է ընտրությունների օրը 2026-ի հունիսի 7-ին, եթե այն ամենի միջև չհաջողվի Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտով հեռացնել, ՀՀԿ-ն մասնակցելու ընտրություններին։ Տեսնենք։ Դեռ որոշում չկա։ Ոչ։ Նախագահ, դուք իսկապես 30 տարի բանակցել եք Արցախը հանձնելու շուրջ, այդ բանակցությունները դրա մասին են եղել, հետո եկել։ Արդեն ես ձեր կներեք, բայց ես ձեր փոխարեն ամաչում եմ։ Այդ ինչ հարցավոր տալիս եք։ Այդ են ասում ձեր։ Ով է ասում։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունները, ազգային ժողովի Հարցրեք, թող մի հատ փաստ բերի։ Գիտեք, այդ բանավեճի մասով շատ խոսվեց, իհարկե ասում է դե թող կանգնեն պատասխանեն, գիտեմ որ պարտվելու են նախկին նախագահները, ինչ չեն գալիս, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը։ Այսինքն ինչու են պարտվելու, այնտեղ կող են բռնելու, հա։ Ու ինքը հաղթելու է մեզ։ Բանավեճում, որ ինքը կարողանելու է ապացուցել, որ իսկապես իբրև թե բանակցել եք Արցախ հանձնելու շուրջ կամ շուտ եք տվել Ղարաբաղի չորը։ Մենք շատ հստակ ասել ենք, թող ինքը հրապարակի համանախագահների կողմից առաջարկած վերջին փաստաթուղթը։ Երբ որ հրապարակի, այն ժամանակ նաև մենք մեր կարծիքը կասենք 19 թվականի։ Մեկ անգամ եւս ասեմ, որ Լավրովի պլան, որպես այդպիսին լրագրողների կողմից եւ նախկին ընդդիմության կողմից հնարված եզրույթ է։ Այդպիսի պլան չի եղել։ Համանախագահները անկախ նրանից դա Ռուսաստանի ներկայացուցիչ չէ, Ֆրանսիայի թե Միացյալ Նահանգների միշտ ներկայացրել են եռակողմ համաձայնեցված փաստաթուղթ։ 19 Բայց կարգավիճակը մեկը անորոշ էր, 18 թվականին, այո, այդ է եղել։ Կարգավիճակի հարցը անորոշ էր, չէ՞ մնալու այդ բանակցվող տարբերակով եւս այդ հարաքվեն ինչպես էր իրականացվելու, հարաքվեին ադրբեջանցիները մասնակցելու էին։ Ուրեմն մանրամասն ես դրա մասին խոսել եմ, նորից կրկնելը իմաստ չունի։